Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը։ Հույսով եմ, որ նոր տարվա եռուզեռը մի քիչ հանգստացել է եւ արդեն ոնց որ թե մտանք աշխատանքային սովորական կյանք եւ դրա կապակցությամբ ես էլ կարող եմ ինձ թույլ տալ շարունակել մեր հանդիպումները։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին, հույսով եմ, որ բոլորդ լավ եք դիմավորել լավ եք ճանապարհել անցյալ տարին եւ մեծ հույսերով եք դիմավորել հաջորդ 26-րդ թվականը եւ տա Աստված, որպեսզի մենք կարողանանք լինենք այնպիսինը, որ արժանի լինենք հանգիստ եւ խաղաղ կյանքի։ Շարունակում ենք մեր քննարկումները եւ այսպես ուրեմն Շրիմադ Բհագավատամ 7-րդ երրորդ երգ 7-րդ գլուխ Տեքստ 17-ից Ով մեծ իմաստուն, ինչպես որ ակնկալվում էր, դու ինձ հրաշալի բացատրություններ տվեցիր, պայմանավորված հոգու դժբախտությունների միակ պատճառը տիրոջ արտաքին էներգիայի տատանումներն են։ Նյութական աշխարհում միայն ամենաանմիտները ու նրանք են երջանիկ, ովքեր բարձրացել են բանականության մակարդակից վեր։ Միջին դիրքում գտնվողները դատապարտված են տառապանքի։ Եվ այսպես ուրեմն Վիդորան հարցադրումներ էր կատարել Մայտրեյային, իր հոգևոր ուսուցչին, եւ Մայտրեյան ինքը որոշակի բացատրություններ տվեց, որտեղ վերջնականում ինքը խոսեց նրա մասին, որ թե ինչպիսի կատարելության են հասնում յոգերը եւ խոսակցությունը գնում էր այն մասին, որ յոգերը իրենց պրակտիկայի վերջում իրենց սրտի մեջ հայտնաբերում են գերագույն Աստծո անձնավորությունը իր այն ասպեկտով, որը արիացիները կոչում են գերհոգի։ Այսինքն նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանեակների սրտում գտնվող լուր վկան, նրանց բոլոր գործողությունների, նրանց մեր բոլորիս գործողությունների, զգացմունքների, մտքերի եւ այլնի, ուրեմն լուր վկան եւ պատասխան տվողը։ Գերհոգին ընդհանրապես արիացիների կողմից քննարկվում է որպես արդարության սկզբունք, այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհը պահում է մի շատ պարզ օրինաչափության մեջ։ Այդ պարզ օրինաչափությունը կայանում է նրանում, որ կենդանեակները իրենք պահպանում են իրենց հավերժ իրավունքը լինել ազատ իրենց ընտրությունների մեջ։ Այսինքն կենդանեակը ինքը ունի հավերժ ազատություն ձևավորել վերաբերմունք։ Միակ էներգիան, որը ունի կենդանեակը, ըստ արիացիների դա ցանկության էներգիան է։ Մնացած ամեն ինչը, ինչ որ շրջապատում է կենդանեակներին եւ նյութական աշխարհում, եւ հոգեվոր աշխարհում, բոլոր էներգիաները պատկանում են գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ որովհետեւ ինքն է ամեն ինչի տերը, հենց ինքն էլ իրավունք ունի նշանակել օրենքներ։ Եվ իր կողմից նշանակված օրենքը ինքը հնչում է արդարության դաշտում, այսինքն կենդանեակները ազատություն ունեն վերաբերվել եւ վարվել իրար հետ երկու սկզբունքի համաձայն, ինչպես ուզում են եւ ինչպես կարող են իրենց թույլ տալ։ Բայց գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այստեղ դնում է մի շատ կարևոր հանգամանք, որ դուք ազատ եք գործել ինչպես որ դուք ուզում եք, բայց վերջում ես եմ որոշում, թե ձեզանից ով ինչի է արժանի եւ ով ինչի համար պիտի պատասխան տա կամ ով ինչը կկարողանա վայելի։ Սկզբունքը ինքը շատ պարզ է, մենք հազարավոր անգամներ արդեն քննարկել ենք այդ սկզբունքը, որ ամենաառաջի պահանջը, որը գերագույն Աստծո անձնավորությունը դնում է կենդանեակի առաջ, դա այն է, որ կենդանեակը պիտի հասկանա, որ եթե ինքը չի ուզում տառապի, ինքը պետք է առաջին հերթին հրաժարվի հենց ինքը ուրիշ կենդանեակներին տառապանք պատճառելու ուրեմն հակումից։ Հիմա, ինչ վերաբերվում է
մնացածին, չէ, ուրեմն երկրորդ քայլով արդեն առաջ է գալիս մի ուրիշ հանգամանք, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ պարզ բան է ասում, ինքը ասում է չես ուզում տառապես, ուրիշին տառապանք մի պատճառի։ Երբ որ դու ուրիշին տառապանք չես պատճառում, եթե դու տրվել ես ինձ, եթե քեզ փորձում են տառապանք պատճառել, ես պաշտպանում եմ։ Հաջորդ քայլը դա գալիս է արդեն ուրեմն հաջորդ կարևոր թեման նյութական աշխարհում ապրողների համար, դա նյութական աշխարհի երջանկությունն է, հա, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը այստեղ նույնպես առաջ է քաշում նույն գաղափարը։ Ուզում ես ինքդ երջանիկ լինես, սովորի նպաստել ուրիշների երջանկությանը։ Եվ վերջ, եւ դա կոչվում է առաքինություն։ Առաքինության գոյավիճակում բոլոր մասնակիցները իրենք մեկը մյուսի երջանկությանը նպաստող կենդանի էակներ են։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ինքը կենդանի էակը ինքը իրեն երջանիկ չի կարող դարձնել։ Ինքը, որովհետև ես միշտ դա ասում եմ, ինչքան ուզում է կենդանի էակը ինքը լավ որակներ ունենա, այդ լավ որակները իրենք նախատեսված են ուրիշ կենդանի էակին երջանկացնելու համար։ Այսինքն, եթե ես լավ որակներ ունեմ, այդ լավ որակը ես չեմ վայելում, կոպիտ ասած։ Վայելում է նա, ով ինձ հետ շփվում է։ Հասկանում եք։ Եվ եթե իմ դիմացինը ինքը վատ որակներ ունի, ինչքան էլ ուզում է ես լավ որակներ ունենամ, ինքը ինձ տառապանք է պատճառում իր վատ որակներով։ Սա պետք է հասկացվի։ Եվ ուրեմն հետևաբար, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, որ նյութական աշխարհում դուք պետք է սովորեք մեկը մեկին, հա, մեկը մեկի երջանկությանը աջակցել։ Եվ միայն այդպես է հնարավոր, որպեսզի տեղի ունենա համընդհանուր, թեկուզ նյութական, թեկուզ էգոիստական, բայց համընդհանուր երջանկությունը։ Մանրամասները այդ հոգեբանության մենք ձեզ հետ քննարկել ենք Բհագավադ Գիտայով եւ Շրիմադ Բհագավատամում երկրորդ երկի ամենասկզբում։ Եվ ուրեմն հիմա Մայտրեյան ինքը ներկայացրեց վերջնակետը, որ ասենք յոգերը իրենք հանդիպում են այդ գերհոգուն եւ երբ որ կենթանիակը ինքը իրականացնում է, թե ով է գերհոգին, ինչ սկզբունքների հիմքի վրա է ինքը գործում, ինչ սկզբունքների հիմքի վրա է ինքը ղեկավարում նյութական աշխարհը, չէ՞։ Երբ որ այդ ամեն ինչը հասկացվում է կենթանիակի կողմից, կենթանիակը ինքը հաստատվում է խաղաղության մեջ։ Եվ այլևս, այսինքն ինքը այսպես է, ինքը պարզ տեսնում է, որ այն ամենը, ինչ կատարվում է նյութական աշխարհում, վերջնականում արդար է։ Միակ կենդանի էակները, որոնց հանդեպ օբյեկտիվորեն, այսպես են 100%-անի անարդարություն է գործվում, դա Գերագույն Աստծո անձնավորության մաքուր նվիրյալներն են։ Բայց որոնք իրենք հոգևոր աշխարհից գալիս են նյութական աշխարհ, ոչ թե որպես որևէտև ուզել են այս աշխարհում պայքար մղել ուրիշ կենդանի էակների հետ, հա, կամ թշնամություն իրականացնել կամ նախանձել, ոչ, իրենք եկել են գալիս են այս նյութական աշխարհ, որպեսզի կրոնականության մաքրությունը պահպանեն։ Եվ այդ անձնավորությունների գալուստը այս աշխարհ մեր համար գեր կարևոր է։ Եվ այդ անձնավորությունները, որովհետև իրանք ոչ թե ընկել են նյութական աշխարհ, այլ կամավոր եկել են, եւ դա նշանակում է, որ իրենք չեն կորցնում իրենց մաքրությունը, եւ որ իրենք գալիս են այստեղ, չէ՞։ Ուրեմն ցանկացած հատկապես աստվածամերժության դարաշրջանում մենք դա շատ ենք քննարկել, ցանկացած այսպես վատ վերաբերմունք այդպիսի սուրբ անձնավորությունների հանդեպ շատ վատ հետևանքներ է ունենում կենդանեակների համար, որովհետև այդտեղ 100%-անի անարդարություն է գործվում։ Մնացած բոլոր դեպքերում վերջնական, ես սա շատ եմ ասել էլի, վերջնական արդարությունը կայանում է նրանում, որ այն փաստը, որ ես հայտնվել եմ նյութական աշխարհում, չէ՞, արդեն խոսում է նրա մասին, որ ես նախանձող հոգի եմ եղել, որը ինքը նախանձի խնդիր է բարձրացրել, էգոիզմի խնդիր է բարձրացրել եւ դրա համար հայտնվել է նյութական աշխարհում։
Հիմա այստեղ այս պահին, այս կյանքում կարող է պատահի մի թեթև բարի եմ։ Աստվածամերժության դարաշրջանում կարող է պատահի մի թեթև առաքինի եմ, հա, որտեղ իրական առաքինության ստանդարտները մենք ձեզ հետ քննարկում ենք եւ ես հույսով եմ, որ դուք կամաց գալիս եք այդ հասկացողության, որ այնինչ որ աստվածամերժության դարաշրջանում են մարդիկ համարում առաքինություն, դա իրական առաքինության հետ համարյա ոչ մեկ կապ չունի։ Համարյա, օբշե այդպես պատկերացումը ճիշտ է, թեկուզ էլի պատկերացումը միշտ շատ ավելի սենտիմենտալ է, քան կա իրական առաքինությունը, որովհետև իրական առաքինությունը ինքը հենված է իմաստության վրա, հա, եւ երբ որ կենդանեակը կամ յոգերը իրենք տեսնում են գերհոգուն, իրենք այդտեղ շատ հետաքրքիր իրականացումներ են ունենում, որտեղ առաջի եւ նյութական աշխարհում ապրող կենդանեակի համար ամենակարևոր իրականացումը դա այն է, որ կենդանեակը ինքը վերջնականորեն պարզ տեսնում է նյութական աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունների ուրեմն արդարությունը։ Ինքը պարզ տեսնում է ոչ թե միայն արդարությունը, այլև պատճառահետևանքային կապերը, թե որտեղ կենդանեակը ինքը դարձավ պատճառ եւ այդ պատճառների հետևանքով ինչպիսի արդյունքներ ստացավ վերջում, հասկանում եք, եւ հաջորդ ուրեմն բանը արդյունքը, որ ստանում են այդպիսի անձնավորությունները, կայանում է նրանում, որ նրանք հանդիպում են ահավոր հմայքի տեր մի անձնավորության, որի հանդեպ կամաց սկսում են զարգացնել բացարձակ հոգևոր կապվածություն։ Եվ այդ կետից է, որ կենդանեակը ինքը սկսում է վերականգնել իր հոգևոր մարմինը, վերականգնել իր հոգևոր տրամադրությունները եւ այդ տրամադրությունների հիմքի վրա վերականգնել գերագույն Աստծո անձնավորության հետ իր հավերժ հարաբերությունները եւ վերադառնալ վերջնականում հոգևոր աշխարհ։ Երբ որ Մայտրեյան ինքը այս ամեն ինչի մասին զրուցեց, կներեք, Վիդուրան ինքը ընդհատեց իր հոգևոր ուսուցչին, շնորհակալություններ հայտնեց նրանից, չէ՞, եւ մենք տեսանք, որ տեքստով ինքը ասեց, որ ինչպես ես եւ սպասում էի քեզանից, հա, դու տվեցիր ինձ բացարձակ բավարարող պատասխաններ։ Սա նշանակում է, որ իրականում ասենք մենք կարողանում ենք հասկանալ, որ մենք խոսել ենք դրա մասին, որ Վիդուրան ինքը մահվան Աստծո մարմնավորումներից է, չէ՞, եւ դա նշանակում է, որ ինքը շատ բարձր կարգի բանականություն ունի։ Ինքը բարձր կարգի բանականություն ունի եւ դրա հիմքի վրա այն ամբողջ գիտելիքը, որը ինքը լսեց Մայտրեյայից, ինքը այդ գիտելիքի մեջ չգտավ ոչ մի հակասություն, չգտավ ոչ մի թերություն։ Եվ դրա համար այդպիսի բարձր գնահատական տվեց, որ ես բացարձակապես բավարարված եմ քո պատասխաններով եւ ասենք դրանից ավելի պակաս ես ոչ էլ սպասում էի։ Մենք ձեզ հետ շատ մեծ խոսակցություն ունեցանք այդ թեմայի շուրջ, չէ, որ արյական քաղաքակրթության մեջ բրահմանները իրանք իրական գիտնականներն էին։ Իրանք իրական գիտնականներն էին եւ ուրեմն այդ հանգամանքը, որ կրոնը ինքը բաժանվում է գիտությունից, դա տեղի է ունենում աստվածամերժության դարաշրջանում, դա անում են աստվածամերժերը, անում են դիտավորյալ, որովհետև դա բնական է։ Աստվածամերժության ինքը անունը դարաշրջանի խոսում է նրա մասին, որ ծնվում են աստվածամերժ կենդանեակներ եւ իհարկե իրենք շահագրգռված են լինում կրոնականությունը ոչնչացնելու գործընթացների մեջ։ Եվ մենք խոսել ենք դրա մասին, որ այդ կրոնականությունը ոչնչացնելու մեջ գոյություն ունեն երկու տեսակի աստվածամերժեր, ագրեսիվներ,
Ագրեսիվները իրենք սովորաբար դա ֆանատիկներն են, որոնք քիչ գիտելիք ունեն աղանդավորության գիտակցություն, չէ, եւ կարող են իրենց թույլ տալ այսպես էլի կատաղի պայքար մղել ուրիշ հավատացյալ մարդկանց հանդեպ հասվի չնստելով, որ նրանք նույնպես երկրպագում են Աստծուն, կա անհարգալից վերաբերմունք մեկը մյուսի հավատի նկատմամբ, ինչու համար, որովհետև իրական կրոնական դաշտը եթե մարդը ինքը մի թեթև միացնի իր բանականությունը, ինքը կտեսնի այդ գաղափարի ակնհայտությունը, որ իրական կրոնական դաշտը ինքը պետք է միավորի հոգևոր մարդկանց։ Եթե հոգևոր մարդիկ իրանք միմյանց հանդեպ ատելություն են տածում, դա նշանակում է, որ դա աղանդներ են, որտեղ իրականում գործում է բաժանման գործոնը։ Բաժանման գործոնը երբեք չի կարող լինել աստվածային։ Իհարկե ես հասկանում եմ, թե ինչքան վտանգավոր բաներ եմ խոսում, չէ, որովհետև ահռելի ուժերի մասին ենք խոսում, որոնք իրենք ահռելի հզորության տեր են նյութական աշխարհի համար, միլիարդավոր մարդիկ ունեն որպես իրենց հետևորդներ, այդ միլիարդավորներից գոնե մի քանի հարյուրավոր միլիոն բացարձակ ֆանատիկներ, որոնք իրանք միշտ պատրաստ են մյուս կրոնի ուրիշ կրոնի ներկայացուցիչների արյուն թափեն, չէ՞։ Այսինքն սա շատ դաժան դաշտ է իրականում, ինչու որովհետև այս դաշտում նույնպես կիսում են նյութական ռեսուրսը, հա, կիսում է ազդեցությունը, իշխանությունը, ուրեմն հարստությունը, չէ, փառքը եւ այլն եւ այլն։ Եվ դրա համար այդտեղ այդ պայքարի մեջ պայքարը շատ դաժան է, ոչ մեկի չի խնայում եւ ոչ մեկ ոչ մի ինստրումենտներից չի խորշում, չէ, բացարձակապես առանց ոչ մի սրբության ֆանատիկները իրենք լրիվ համոզված իրենց ճշմարտության մեջ կարող են իրար մորթել, հասկանում եք, եւ սա իրականում այսպես էլի շատ վտանգավոր եւ շատ վախենալու երևույթ է, չէ, այո, այս աշխարհում ամենավախենալու անձնավորությունները դրանք տգիտության գոյավիճակի ազդեցության տակ կենթանի արտերն են։ Մենք խոսեցինք նրա մասին, որ իրական կրոնականության մեջ հոգևորականների դասը, այսինքն ինտելեկտուալների դասը, այսպես ասենք, ինտելեկտուալների դասը իրենք հոգևորականներ էին եւ միաժամանակ գիտնականներ։ Ինչու՞։ Որովհետեւ իրական հոգևոր ուրեմն դաշտը ինքը շատ խորը փիլիսոփայություն ունի։ Եվ այդտեղ այսպես էլի 100%-անի հոգևորով զբաղվողներ կարող են լինել միայն բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեցողները։ Հասկանում եք, մնացածները, ասենք, սովորական քաղաքացիները, առևտրական արտադրողները, չգիտեմ, բաները, զինվոր դասակարգը եւ ղեկավարները, չէ, իրենք բոլորը այս կամ այն չափով, եթե նույնիսկ կրոնական են, այսինքն իրական հոգևոր կյանքով են զբաղված, միևնույն է, իրանք այս կամ այն չափով արժևորում են նյութական երջանկությունը, հա, քանի դեռ կենթանիակը ինքը արժևորում է նյութական երջանկությունը, մենք բացարձակի տեսանկյունից չենք կարող ասել, որ դա բարձր մակարդակի ինտելեկտ ունեցող անձնավորություն է։ Հա, որովհետև բարձր մակարդակի ինտելեկտ ունեցողները իրենք հասկանում են, որ կա հավերժությունը, հա, որ կենթանիակը ինքը ունի հավերժ բնություն եւ հասկանում են, որ նյութական աշխարհը իր ժամանակավորությամբ բացարձակապես արժեզրկված է իրական հոգու շահերի տեսանկյունից։ Չէ, եւ սա բավականին բարձր ինտելեկտուալ մակարդակ է պահանջում։ Ուրեմն դա միավորված էր, չէ, դա միավորված էր գիտելիքը եւ ինչի համար, որովհետեւ կրոնը նույնպես հենված էր գիտելիքի վրա, այս է շատ կարեւոր, չէ, մենք տեսնում ենք, որ եւ Բhagavad Gita-ում եւ Ուպանիշադներում եւ բանում եւ Շրիմադ Բhagavatam-ում եւ արիացիների բոլոր գրվածքներում գիտելիքը ինքը բացարձակ այլ մակարդակի արժեք ուներ։ Իսկ դա միշտ ենթադրում է բարձր բանականություն, չէ՞։ Եվ մենք քննարկեցինք այդ հանգամանքը, որ Վիդուրան ինքը շատ համարձակ հարցեր է տալիս
բանին, Մայտրեյային, հարցեր, որոնք չի կարելի տալ մեր ժամանակվա պատկերացումներից ելնելով հնարավոր չի տալ հոգևորականին, հա? Եվ մենք տեսանք, որ Վիդուրան ինքը Մայտրեյային այնպիսի հարցեր է տալիս, որը կարելի է տալ բազմակողմանի, այսը շատ կարևոր է, ոչ թե միայն պրոստը գիտնականի, այլ բազմակողմանի զարգացած գիտնականին, չէ՞, եւ հոգևորականին։ Այսինքն այդ հարցերը իրենց մեջ պարունակում էին հարցադրումներ նյութական աշխարհի կառուցվածքի, հոգեբանության, ֆիզիկական կառուցվածքի եւ այլի, չէ, եւ մենք անցյալ անգամ կանգնեցինք հենց այդտեղ, որ Վիդուրան ինքը հարցերը սկսեց տալ։ Եվ ուրեմն այս պահին ես հիմա տեսանք, որ ինքը հենց այդպես էլ ասեց, չէ, որ ես ընդունում եմ, որ դու հրաշալի բացատրություններ տվեցիր, հա, եւ ես այդտեղից ամենակարևոր բանը, որ հասկացա, դա նա է, որ պայմանավորված հոգու բոլոր դժբախտությունները դրանք արտաքին էներգիայի տատանումներն են, հա, այսինքն մենք խոսում ենք դրա մասին, հեսա շուտով կմտնենք կապիլատիվայի ուսմունքի մեջ եւ այնտեղ նորից մի անգամ կանդրադառնանք այս թեմային, դա ատաժդիսպլեյնիա նույնացման սկզբունքն է, միշտ բերում եմ ավատարի օրինակը, հա, եւ ուրեմն այդ տեսանկյունից, չէ, հիմա այստեղ Վիդուրան հենց դա ասեց, որ արտաքին արտաքին էներգիան, որը մենք խոսել ենք դրա մասին, որ հայրացիները իրենք խոսում են, որ հոգևոր աշխարհը ինքը գտնվում է ներքին էներգիայի ազդեցության տակ, նյութական աշխարհը արտաքին։ Եվ ինչ է նշանակում արտաքին էներգիա, Մահամայա, հա? Արտաքին էներգիան դա այն էներգիան է, որը արտաքնապես, հա, արտաքնապես ցույց է տալիս աշխարհը այնպիսին, որ այս աշխարհում Աստված չկա։ Հա, եւ կապ չկա գերագույն Աստծո անձնավորության հետ։ Հասկանում եք։ Հիմա իսկ հոգևոր աշխարհում դա ներքին էներգիայի ազդեցության տակ է։ Իսկ ներքին էներգիան ինքը ուղակի հակառակն է անում։ Ինքը ամեն մանրուքի մեջ բացահայտում է կենթանի էակի համար գերագույն Աստծո անձնավորության ներկայությունը։ Եվ այդտեղ կենթանիակը ինքը կարողանում է գնահատել, ռեալ տեսնել ամեն վարքյան, ամեն մի իրի մեջ, հասկանում եք, էլ չենք խոսում իր կյանքի մեջ, չէ, ամեն վարքյան նա կարողանում է տեսնել, թե ինչ հոգատարության վրա է ծախսում գերագույն Աստծո անձնավորությունը իր հզորությունը։ Հասկանում եք, սիրելիներս, եւ սա արհի կարևոր երևույթ է։ Իսկ նյութական աշխարհը ինքը ուղակի հակառակն է։ Եվ կենթանիակը, որը ինքը չի տեսնում կապ, ինքը չի տեսնում, հասկանում եք, որ այդտեսեք օրինակ հատկապես աստվածամերժության դարաշրջանում, չէ, դա շատ ակնհայտ է, ինչու որտեղ մնացած դարաշրջաններում все-таки կա իրական կրոնական դաշտը, իսկ իրական կրոնական դաշտում ապրում են առաքինություն զարգացնող կենթանիակները։ Առաքինություն զարգացնող իրական առաքինություն, էլի, իրական առաքինություն զարգացնող կենթանիակները իրանք իրականում այդ երբ որ հայտնվում են առաքինության գոյավիճակի ազդեցության տակ, չէ, ինքը գոյավիճակը ինքը սկսում է ցրել։ Ինքը սկսում է այդ արտաքին էներգիայի ազդեցությունը կամաց ցրել։ Եվ ինչքան կենթանիակ ավելի շատ է գիտելիք զարգացնում, չէ, այդքան ինքը ոնց որ ավելի է էլի այդ շղարշը, մթի շղարշը ավելի է ճեղքում եւ ավելի գնում է դեպի պատկերավոր ասած այդ լույս կոչվածը, չէ՞։ Եվ այդտեղ ուրեմն կենթանիակը ինքը կամ բան է անում, էլի այսպես վերականգնում է ռեալ կապը գերագույն Աստծո անձնավորության հետ, չէ՞։ Հիմա տեսեք, իսկ արդեն երբ որ աստվածամերժության դարաշրջանն է եւ այդտեղ գլխավոր գոյավիճակները, որոնք ազդում են, դա տգիտության եւ կրկերի գոյավիճակներն են, չէ՞։ Ուրեմն այդտեղ շատ կարևոր է դառնում այդ հանգամանքը, չէ, որ այդ կենթանիակները իրանք չեն տեսնում, չէ, ռեալ չեն տեսնում, որ օրինակ ես
կարող է չտեսնեմ, որ դուք էլ կապ ունեք Աստծո հետ, որ ինչպես ես եմ իր կոպիտ ասած զավակը, այդպես էլ դուք եք իր զավակը, հա, որտեվ այդ կապը երբ որ այսպես ակնհայտ է լինում, չի կարող մի կենդանեակը մյուս կենդանեակին սպանել, ինքը չի կարող նույնիսկ վատ վերաբերվել, հասկանում եք, այդ իրավունքի համար է ինքը եկել նյութական աշխարհ, ու որպեսզի ինքը այդպիսի իրավունք ունենա, ինքը պետք է այդ կապը չտեսնի, եւ այդ կապն է թաքցնում նյութական էներգիան, չէ՞, եւ դա է հնարավորություն տալիս կենդանեակներին, որպեսզի իրանք թշնամության եւ մրցակցության շնորհիվ իրար հանդեպ բանել առաջնություն դրսևորեն իրար մորթելով, հասկանում եք, եւ սա ինքը շատ կարեւոր կետ է, չէ՞, եւ Վիդուրան ինքը այսա ասեց, որ ես սա եմ հասկացել ամենակարևորը, որ այն պատճառով, որ կենդանեակները երբ որ հայտնվում են նյութական էներգիայի ազդեցության տակ, հա, իրանք այդ ազդեցության տակ չեն տեսնում գերագույն Աստծո անձնավորության ներկայությունը, չէ, եւ արտաքին աշխարհը, այդ արտաքին էներգիան, այդ բոլորը ինչ որ կատարվում է այս աշխարհում, չէ, ինքը տառապանք կարող է պատճառել կենդանեակին, այսինքն որտեղ վերջնականում, չէ, վերջնականում տառապանքը զգացողը, ընդհանրապես զգացողը դա հոգին է, չէ, եւ այս հրա մասին է խոսում Վիդուրը, հաջորդ տեքստում ինքը մի շատ կարևոր սկզբունք ասեց, չէ, ինքը ասեց այս աշխարհում կարող են երջանիկ լինել միայն նրանք, ովքեր, որ ուրեմն կամ գտնվում են տգիտության մեջ, չէ, մենք դա ձեզ հետ քննարկեցինք, որ տգիտության ազդեցության տակ գտնվող ազնվորությունները, իրանց հիմնական հիմքը դա առաջի ճակրան է, այսինքն կենդանական բնազդները, եւ տգիտության գոյավիճակի մեջ գտնվողներ իրանք այդ նուրբ ընկալում, հա, նույնիսկ էմոցիոնալ նուրբ աշխարհ չունեն, իրանց համար ամեն ինչ էսպես է, եթե ինքը ազնվորությունը ինքը հայթայթել է ուտելիք, ունի տուն, որտեղ իրեն հանգիստ կարող է թույլ տալ, որ հանգստանա եւ բան լինի, պաշտպանված զգա, հա, հաջողվում է պաշտպանվել ուրիշների ագրեսիայից եւ ուրեմն բան բազմանալ, հա, այդպիսի անձնավորությունը ինքը համարում է, որ ինքը հաստատված է նյութական աշխարհում երջանկության մեջ եւ ինքը այս աշխարհը վայելում է, չէ, եւ արիացիները իրենք այդպիսի անձնավորությունների մասին մոտավորապես այսպես են խոսում, իրենք ասում են, իրենք նման են եղնիկին, հա, որը այսպես անհոգ գլուխը կախած իր համար հյութեղ խոտ է ծամում, հա, եւ չի զգում, որ խոտերի մի կողմում դարան է մտել վագրը, իսկ մյուս կողմում որսորդը, հասկանում եք, այսինքն ագրեսիվ կենդանեակները եւ ժամանակ, որը ոչ մեկին չի խնայում, չէ, եւ այո, մենք կարող ենք տեսնել, ու ես միշտ ասում եմ, ինձ համար դա ամենա այսպես սիրած կետերից մեկն է, երբ որ Յուդկիշտիրային իր հայրը հարցեր է տալիս, հա, եւ այսինքն փորձում է Յուդկիշտիրային, ինքը պետք է 100 հարցի պատասխաներ, եւ հարցերից մեկը հնչում է այսպես, ասել եմ կարծեմ, ինքը հարցնում է, ասում է, իսկ ի՞նչն է այս աշխարհում ամենազարմանալին։ Եվ Յուդկիշտիրան պատասխանում է այսպես, ինքը ասում է, այս աշխարհում ամենազարմանալին դա նա է, որ բոլորը տեսնում են, որ բոլորը մահանում են, բայց ամեն մեկը ապրում է այնպես, ոնց որ թե մահը իրեն չի վերաբերվում, կամ իր մոտ չի գալու, ճիշտ որ ասեմ, ես միջև այդ մի քիչ ուրիշ այլ ընկալում ունեի, ինձ միշտ թվում էր, որ մարդու հոգեբանության մեջ շատ մեծ գործոն է խաղում ենթագիտակցական վախը մահվան հանդեպ, ես հիմա էլ եմ այդպես մտածում, այնպես չի, որ այդ գործոնը չի գործում, չէ, բայց որ պահի տակ ամեն վայրկյանում անձնավորությունները իրենք անհոգ են ապրում,
Հասկանում եք, չէ՞։ Եվ դա տգիտության գոյավիճակի ազդեցությունն է, այսինքն դա խոսում է նրա մասին, որ կենդանեակի բանականությունը կամ ընկալելու եւ ճիշտ գնահատելու ունակությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա։ Հա, եւ դա է պատճառը, որ եթե այդ 4 բաները այսօր եւ հիմա կան, անձնավորությունը իրան երջանիկ է զգում։ Հիմա եւ հաջորդը, չէ՞, օրինակ տեսեք Բhagavad Gita-ում Տեր Շրի Կրիշնան ինքը այդ նույն բանը կասի եւ ասենք եւ երջանիկ տգետները եւ իմաստունները։ Այստեղ մի փոքր այլ երանգ մտավ, որովհետեւ խոսքը գնաց շատ հետաքրքիր արդյունքի մասին։ Ինքը ասեց եւ նրանք, ովքեր բարձրացել են բանականության մակարդակից վեր։ Հա, իրանը մեկ էլ կարող են իրենց երջանիկ զգալ։ Հիմա ինչ է նշանակում, չէ, այս բանի բանականությունից վեր խոսակցությունը։ Սա ինչի մասին է ընդհանրապես խոսքը, չէ, որովհետև ասենք իրականում մենք կարող ենք բանանել, չէ, որ երբ որ խոսքը գնում է առաքինության մասին, այստեղ շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր թեմա կա, երբ որ խոսքը գնում է առաքինության մասին, չէ, խոսքը գնում է նրա մասին, որ կենդանեակը ինքը առաջի հերթին զարգացնում է, սկսում է զարգացնել գիտելիք, հա, եւ այդ ինչի մասին գիտելիք, թե իրականում ինչպես է կառուցված նյութական աշխարհը։ Հասկանում եք, թե իրականում ասենք այն նյութական աշխարհը իրենից ինչ է ներկայացնում, չէ՞, ինչու համար է սա կարևոր։ Սա կարևոր է, որովհետեւ եթե ազնվորությունը ինքը չունի այդ գիտելիքը, չէ՞, դա անմիջապես նշանակում է, որ կենդանեակը ինքը սխալ քայլեր է կատարելու, չէ՞։ Օրինակ ասենք, ինչ ասեմ, օրինակ ասենք ես կարող եմ մտածեմ, որ սա հաճելի հյութ է։ Իսկ սա իրականում որպես կերակուր թույն է։ Եվ եթե ես սա խմեմ, եթե նույնիսկ չմահանամ, մեծ վնաս կտամ, կթունավորվեմ, այսպես ասենք։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն եւ առաքինության գոյավիճակը ինքը առաջին հերթին դա գիտելիքն է։ Հասկանում եք, թե ասենք այս աշխարհը ինքը ինչպես է գործում, չէ՞։ Թե եւ այդ գիտելիքը ինքը քննարկում է, թե իրականում կենդանեակը ինքը ինչպես պիտի գործի այս աշխարհում, չէ՞, որպեսզի կարողանա լինել երջանիկ։ Եվ այս թեմաները իրենք շատ կարևոր թեմաներ են։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, այս տեսանկյունից, չէ, հիմա մենք կարողանում ենք հասկանալ, որ երբ որ կենդանեակը ինքը սկսում է նույնիսկ կրքերի գոյավիճակում, չէ, էլի կենդանեակին ուժեղ բանականություն է պետք։ Չէ, որովհետև կրքերի գոյավիճակի մեջ ազնվորությունը ինքը ոչ թե միայն բռնության հաշվին է թշնամանք կամ մրցակցություն ձեռնարկում, այլ եւ խորամանկության։ Հասկանում եք, խորամանկությունը ժամանակին, երբ որ ես փորձում էի, գործ ունեի մի քանի խորամանկ մարդկանց հետ, որոնց շատ արագ հասկացա, որ ես ուղղակի չեմ կարողանում ճիշտ վարվեմ այդ անձնավորությունների հետ, որովհետև չեմ կարողանում ժամանակին հասկանալ իրենց այդ խորամանկ քայլերը։ Եվ ես միշտ ասում եմ, որ դա իրականում շատ հետաքրքիր փորձ էր իմ համար, շատ հետաքրքիր։ Եվ այդտեղ, երբ որ ես նոր իմ առաջ այդ խնդիրը դրեցի, որ ես պիտի սովորեմ հասկանալ խորամանկին, որպեսզի կարողանամ իր առաջը առնեմ, չէ, եթե ուժերի սահմաններում լինի դա, ապա գիտեք ինչպես էր, այդ սկզբում, չէ, երբ որ ես հետևում էի, թե ասենք մարդը ինքը ինչ քայլեր է անում եւ փորձում էի հասկանայի, թե այս քայլը որ ինքը արեց, ինքը ինչ նպատակ էր հետապնդում, որտեվ խորամանկը ինքը ինչ է անում, չէ, ինքը ինչ որ մի հատ քայլ է անում, այնպես որ դու իր մասին մտածես ոչ այն, ինչ ինքը իրականում կա։
Հա, եւ երբ որ դու խապնվեցիր, ինքը այստեղ քեզ խապեց, հետո գնաց իրականում մի հատ ուրիշ տեղ, որտեղ որ ինքը շահ ուներ, արեց այն ինչ որ դու ինքը ուզում էր, ու քեզ անակնկալի բերեց, չէ՞։ Այ որ ես նոր փորձում էի հետևել մարդու այդ մտքի այդ խորամանկ ելևէջներին, չէ՞։ Ու ես դա միշտ այսպես եմ ասում եմ իմ միտքը ցավում էր, որ այս բաները սովորես էլի, հասկանում եք, ուղղակի միտքս ֆիզիկապես ես զգում եմ, որ միտքս ֆիզիկապես ցավում է, որովհետև ես միշտ այսպես տրամաբանող մտածող եմ եղել, չէ՞, որ սա այսպես, ուղիղ էլ այսպես, ուղիղ պարզ, ուղիղ դեպի պարզություն, չէ՞։ Իսկ խորամանկը ինքը ուղիղ հակառակը, չէ՞, ինքը խճճելու բան ունի, նպատակ ունի։ Ու այս շարժումների, մինչև այդ շարժումների հետևից գնում զգում էի, որ ուղիղը ցավում է ֆիզիկապես։ Հասկանում եք, այսինքն կրքերի գոյավիճակի ազդեցության տակ է բանականություն պահանջվում, խորամանկություն իրականացնելու համար նույնպես զարգացած բանականություն է պետք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, այսինքն բոլոր դեպքերում, երբ որ արդեն առաքինությունը ինքը տարբերվում է նրանով, չէ՞, որ այստեղ ճիշտ գիտելիք է ուսումնասիրվում։ Այսինքն այն գիտելիքը, որը բացահայտում է նյութական աշխարհի արարիչին, սա շատ կարևոր հանգամանք է այս աշխարհը ճիշտ հասկանալու համար։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, եւ մենք այսինքն ինչի համար եմ ես ասում, որ բացարձակ ակնհայտ է, չէ՞, որ այս նպատակը իրականացնելու համար կենթանիակը այդ առաքինության առաջի քայլերում, եւ դա հենց այդպես էլ ասվում է, սկզբից գիտելիք, հետո երջանկություն, հա, ինքը պետք է հենվի բանականության վրա։ Բայց այստեղ ասվեց նա որ հենված է բանականության վրա, չէ՞, ինքը միևնույն է այս աշխարհի անհանգստություններից չի կարող բանանի, չի կարող երջանիկ լինի։ Հասկանում եք։ Հիմա, այսինքն եւ ով կարող է երջանիկ լինել։ Այդ որ ինքը ասեց բանականությունից բարձր, չէ, բանականությունը վերանցածները կարող են, հա, ում պետք չի գալիս նյութական բանականությունը։ Արիացիների մոտ այդ անձնավորությունների մասին համար կա հատուկ տերմին, դա պարամահամսաներն են։ Հա, այսինքն բացարձակ տրանսցենդենտալ կենդանի էակները։ Ինչու են իրանք կարող լինել երջանիկ։ Թե տգետները իրանք կարող են լինել երջանիկ, որովհետև այդ կուշտ եմ, փորս լիքն է, հանգիստ եմ, պաշտպանված եմ, սեքս ունեցա, ձագեր ունեմ, վերջ։ Կյանքիս նպատակը ավարտված է։ Ես երջանիկ կենդանի էակ եմ այս աշխարհում, չէ՞։ Հիմա տեսեք, հենց որ մենք մտնում ենք կրքի գոյավիճակի ազդեցության տակ մարդիկ իրանք հիմա բան այլ արդեն սկսվում է բաները, բարդացումները։ Որն է այդ բարդացումը։ Կրքի գոյավիճակի ազդեցության տակ անձնավորությունները առաջին հերթին կարիք ունեն էմոցիոնալ բավարարման։ Հասկանում եք։ Եթե շատ կոպտացնեմ, որովհետև ասենք արիացիները իրանք սկզբունքորեն ընդհանրապես այդ նյութական գոյությունը կենդանեակի արիացիները իրանք կոչում են սեռական ցանկության կապանքներ։ Այսինքն իրենք համարում էին, որ սեռական հակումը կամ սեռական կյանքի կարիքը դա նյութական աշխարհում կենդանեակին պահող ամենահզոր գործոններից մեկն է, չէ՞։ Հիմա տեսեք այդ տեսանկյունից, չէ՞, տգիտության գոյավիճակի բանի ազդեցության տակ գտնվող կենդանիակները իրենք մի հատ շատ հետաքրքիր որակ ունեն։ Դա այն է, որ իրենց համար կարևոր է, կոպիտ խոսքով կասեմ, կներեք, որտեղ հենց դա է կարևոր։ Իրենց համար կարևոր է, որ եթե ինքը ворց է, էգ ունենա, եթե էգ է ворց ունենա, իր համար այդքան կարևոր չի, հասկանում եք, թե էգը ինքը ինչ որակներ ունի, թե ինքը սիրում է, թե չի սիրում, ինքը ֆիզիկական հնարավորությունը կա, անձնավորությունը բավարարված է։ Հակառակ սեռին մարմինը կա, ինքը բավարարված է։ Հասկանում եք։ Հենց որ մենք բարձրանում ենք կրքի գոյավիճակ, այնտեղ արդեն
շատ կարևոր է էմոցիոնալ պատասխանը։ Ինչու՞, որովհետև կրկին գոյավիճակի ազդեցության տակ ազնվորությունները իրանք ավելի դուրբ են, հա, իրանք ավելի բան են, էլի, ավելի լավ է, այդ հիմա ձեր չտակ, ավելի նուրբ են, այսինքն իրենք երբ որ իրանք են շփվում հակառակ սեռի հետ, չէ, իրանք այդ հակառակ սեռի հետ հարաբերությունների մեջ ներգրավում են նաև զգացմունքներով։ Եվ որովհետև իրենք զգացմունք են զգում եւ զգացմունքի կարիք ունեն։ Всё, նրբացավ խոսակցությունը, չէ, արդեն մեկ չի։ Արդեն այդպես չի, որ լիժբի էքը լինի։ Հասկանում եք, ուղղակի հակառակը, այդպիսի անձնավորությունները իրանք կարող են մենակ մնալ, ընդհանրապես, այսպես պրոստը, բան է, որ ասում են սեքս հանում սեքսի, չէ, այ կրքի գոյավիճակ, այդ բան էլի սենց կրքի գոյավիճակից ցայտուն ներկայացուցիչները, իրանք երբեք այդպիսի հարաբերություն, եթե իրանք իջնում են այդտեղ, ուրեմն իրանք մի հատ իջնում են տգիտության մեջ, հետո բարձրանում։ Հասկանում եք, դա տգիտության գոյավիճակին է բնորոշ։ Եվ այնտեղ կենթանիակը արդեն բավարարված է, եթե ինքը դա ունի։ Իսկ հենց որ բարձրացան կրքի գոյավիճակ, այնտեղ խոսակցությունը փոխվում է։ Հասկանում եք, հիմա կրքի գոյավիճակի մեջ չէ, կարող է կարևոր չլինի մարդու ներքին աշխարհը։ Հասկանում եք, օրինակ կրքի գոյավիճակի մեջ անձնավորությունը ինքը կարող է սիրահարվել սրիկայի աչքերի մեջ նայելով եւ վստահ լինել, որ այս աչքերը ինչ որ, չգիտեմ, հեքիաթային եսի ինչ ունեն, բան չես բանեմ ինչ։ Հասկանում, կարող է բացարձակ սխալ գնահատեն, չէ՞, բայց միևնույն է, այդ էմոցիոնալ կապը պիտի լինի։ Հասկանում եք հիմա։ Եվ տեսեք, այ իրանք չեն կարող լինել երջանիկ, որտեղ իրանք արդեն ինչ որ մի մակարդակի բանականություն ունեն, ինչ որ մի մակարդակի, այս խոսքը ասեմ, հույսով եմ ճիշտ կհասկանաք, էլի, ինչ որ մի մակարդակի պահանջներ ունեն արտաքին աշխարհից, չէ՞, այսինքն ամեն ինչը չի, որ իրանց կերջանկացնի։ Չէ՞, օրինակ այդպիսի ազնվորությունը ինքը կարող է օրինակի համար, ասենք, հարստություն ունենա, սեր չունենա եւ լինի դժբախտ։ Եվ կարող է, ասենք, գնալ այնպիսի քայլերի, որ զիջի հարստությունը, որպեսզի օրինակ սեր ունենա, օրինակի համար եմ ասում, այդ կրքոտներն են էլ այդպիսի խաղերի մեջ մտնում։ Բայց եւ կրքոտների քայլերը իրանք միշտ բերում են վերջնականում հիասթափության, վերջնականում միշտ հիասթափության։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ո՞րն է կրքի գոյավիճակի ամենամեծ հիասթափությունը։ Նյութական մարմնի ծերությունը, այդ որ մարմինը սկսում է փչանալ։ Չէ՞, եւ ասենք տեսեք օրինակ, եթե մենք հիմա ուշադրություն ենք դարձնում, չէ, թե մեր ժամանակներում ինչպիսի տեղ է գրավում այդ բանը, как это называется, կոսմետիկ քիրուրգիան, հա, երբ որ տարբեր տեսակի օպերացիաներ են անում, չէ, մեծահասակները տարբեր տեսակի օպերացիաներ են անում, ինչի համար։ Իրանք այդ տարբեր տեսակի օպերացիաները անում են, որպեսզի մինչև վերջ երիտասարդ երևան։ Հա, ոնց որ ասենք, հիմա եթե օրինակ ասենք մարդը ինքը օրինակ դերասան է եղել, օրինակ իմ տարիքին է, հա? Եվ ասենք եթե ես իրան նայում եմ, ինքը փորձում է այդ պլաստիկ օպերացիաների միջոցով այնպիսի տեսք ունենա, որ ես մտածեմ, որ ինքը 30 տարեկան է, չէ՞ որ ես գիտեմ, չէ՞ որ ինքը մենք տարիքակից ենք եւ ինքը ինձ հետ միասին ծերացել է։ Ինչ մարմին ուզում է ունենա, ինքը այսքան տարեկան է։ Բայց կենթանիակ ինքը այդ կրքոտները իրանք այդ պայքարը մղում են։ Ինչու համար։ Որտեւ արտաքին ընկալումն է շատ մեծ նշանակություն ունի։ Հասկանում եք, եւ այդ արտաքին ընկալումը նյութական աշխարհում, որովհետեւ բոլոր մարմինները իրանք ժամանակավոր են, չէ՞։ Օրինակ եթե դուք նայեք հայտնի դերասանների
աչքերի մեջ կամ դեմքի արտահայտությանը, որոնք իրանք ժամանակին ասենք համարվել են իրենց ժամանակի ամենագեղեցիկները, ամենաազդեցիկները, վայելել են այդ փառքը, բան։ Եվ այն նրանք, ովքեր որ գնում են այդ պլաստիկ օպերացիաների միջոցով ինչ-որ տեսք պահպանելու ճանապարհով, չէ, եւ նրանք, ովքեր որ չեն գնում։ Բայց արդյունքը երկուսի աչքերի մեջ էլ նույնն է։ Հա? Իրանք այդ մյուս մեկը պայքարում է այդ երևույթի դեմ, մյուսը ընդունում այդ երևույթը։ Բայց երևույթը մնում է նույնը։ Նյութական մարմինը վերջնականում հոգուն հիասթափեցնում է իր որակով հիասթափեցնում է, որովհետև փթելու հակում ունի հիվանդանալու, այսինքն հասկանում եք, եւ այստեղ տեսեք հիասթափությունը ինքը ասեցել գլոբալ ենք խոսում, ինքը անխուսափելի է։ Եվ նրանք, ովքեր կենտրոնացած են, այդ կրքի գոյավիճակի ազդեցության տակ են, բայց այդ կրքերի մեջ փորձում են օբյեկտիվ գնահատեն նյութական աշխարհը, իրանք պարտադիր դառնում են աբսուրդիստներ, որոնց մեծ մասը կամ գժանոցներում են ավարտում, կամ ինքնասպան են լինում։ Որտեւ այո, այդ տեսանկյունից, եթե այդ մարդը ինքը ուղեղը չանջատի, որ ուղղակի պրոստը վայելի, քանի կա վայ, փորձի վայելել, այլ մի հատ ուղեղը միացնի, թե ընդհանրապես այս աշխարհում ինչ է կատարվում, չէ՞։ Աբսուրդից բացի ուրիշ ոչ մի գաղափարի չի կարող գա։ Հասկանում եք։ Իսկ կենթանի էակի համար իր գոյության վերաբերյալ իմաստ չգտնելը դա հոգեբանորեն ամենածանր բաներից մեկն է։ Դե կենթանի էակը ինքը մշտական ինչ-որ մի հատ իմաստ է, չէ՞ ման գալիս։ Հասկանում եք։ Եվ այ հիմա տեքստում Վիդորան ինքը սա ասեց, որ այդ միջում, իսկ այդ միջինը դա կրքի գոյավիճակների, հա, եւ առաքինության այն սկզբնական էտապը, որտեղ դեռ շատ մեծ է նյութական երջանկության ցանկությունը, չէ, այդ կրքերից, որ կրքերը մտավ, տգիտությունից մտավ կրքեր եւ կրքերից դուրս եկավ, այսպես քիթը մի քիչ հանեց դեպի առաքինություն, այդ դաշտում կենթանիակները չեն կարող լինել երջանիկ։ Հասկանում եք, ինչու առաքինության սկզբում, որտեվ առաքինության սկզբում էլ դեռ երջանկություն չկա, բա ինչ կա, կենթանիակը ինքը հասկանում է, թե ինքը ինչպես պիտի իրան պահի, որ ապագայում այդ երջանկությունը գա, չէ, եւ այդ առաքինության սկիզբը դա միշտ այն էտապն է, երբ որ ես պարզապես ճիշտ եմ պահում, բայց այդ ճշտի մեջ ես կարող եմ եւ երջանկություն դեռ չստանամ։ Հասկանում եք։ Եվ դա այսքան ես դրանով չեմ կռճա։ Ես արդեն ճիշտ եմ ինձ պահում, բայց այդ ճիշտ պահվածքը ինձ երջանկություն չի բերում։ Այդ մանրուքները մենք շատ մանրամասը հետո կքննարկենք։ Հիմա գլխավոր սկզբունքներն ենք քննարկում։ Հասկանում եք, եւ այդ շրջանը արասիներն իրենք ասում են, իրանք չեն կարող լինել երջանիկ։ Հա, այդպիսի բան չի կարող լինի։ Բա այն մյուծայրից ովքեր կարող են լինել երջանիկ։ Հիմա ամենամինիմալը ինտելեկտուալները, հա, ովքեր որ հասկացել են, որ հավերժ են։ Հա, տեսեք, այո, որ կենթանիակը ինքը մոտենում է, ինքը իր մեջ, իր հոգևոր սկզբունքը, իր հոգևոր այդ քոքին էլի, չգիտեմ, բնությանը, հա, ինքը վերանցում է նյութական բանականությունը, որովհետև նյութական բանականությունը դա այն բանականությունն է, որը արժևորում է նյութական աշխարհը։ Հասկանում եք։ Եվ նույնիսկ առաքինության մեջ, չէ, միևնույն է, այդ որ այս աշխարհում կա ծերություն, կա մահ, չէ, կա կորուստ, ընդ որում առաքինության մեջ կորուստի ցավը ինքը ավելի մեծ է, քան կրքերի եւ տգիտության։ Ինչու, որտեվ առաքինը, երբ որ կենթանիակը ինքը հաստատվում է առաքինության գոյավիճակի մեջ,
ինքը ծնվում է առաքինի դարաշրջանում, ծնվում է արիացիների մեջ, արիական կայսրության մեջ, այսինքն իրական կրոնական դաշտում, չէ՞, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը շրջապատված է լինում առաքինի կենդանի էակներով։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը շրջապատված է լինում ազնվորություններով, որոնց հետ ինքը երջանիկ է։ Չէ՞, հիմա այդ երջանիկ է եւ կորցրեց, դա ավելի ցավալի է, չէ՞, քան երբ որ ուղակի տրփանկով էր կապված եւ կորցրեց։ Երբ որ այդ ներքին կապն էլ, երբ որ կա այդ ներքին կապը, ինքը շատ ավելի հզոր է, էլի, քան ուղակի արտաքին մարմնական հմայքով տարվելը։ Շատ ավելի խորքային է հոգեբանության տեսանկյունից։ Հասկանում եք, եւ այդ բարամահամսաները մեկ էլ կարող են երջանիկ լինել, ու ինչու, որտեւ իրանք իրանց գիտակցությամբ հոգեբան աշխարհում են։ Հասկանում եք, իրանք պարզ տեսնում են, պարզ, այ ոնց որ հիմա ես սա եմ տեսնում, դուք ինձ եք տեսնում, չէ, այ իրանք պարզ տեսնում են, որ ոչ մի կապ չունեն այս նյութական աշխարհի, որ իրականում իրանք հոգի են, իրանք տեսնում են այդ հոգևոր աշխարհը, գտնվում են իրանց հոգևոր մարմնով այդ հոգևոր աշխարհում, եւ նյութական մարմինը մի դեռ պահպանում են, եթե ինչ որ խնդիրներ ունեն այս աշխարհում դեռ։ Սովորաբար դա այն է, որ իրանք գիտակցում են, որ գերագույն աստվածնավորությունը ինքը կուզենար, որպեսզի այդպիսի կենթանիակները իրենք մնան, որ օրինակ ծառայեն, չգիտեմ, քարոզեն, գիտելիք տեղափոխեն եւ այլն եւ այլն։ Հա? Եվ իրանք, ովքեր որ գիտակցությամբ հոգևոր աշխարհում են, մեկ էլ իրանք են, որ լրիվ հաստատված են երջանկության մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, շատ կարևոր խոսակցություններ են։ Հիմա, ուրեմն, իսկ այդ միջանկյալները իրենք դատապարտված են։ Հիասթափությունների դատապարտված են տառապանքի։ Վիդուրան ինքը շարունակում է, կներեք, բայց ես տերիմ, խորապես պարտական եմ քեզ, քանի որ քո շնորհիվ եմ հասկացել, որ նյութական աշխարհը, որը մեզ այդքան իրական է թվում, իրականում պատրանքային է։ Ես չեմ կասկածում, որ քո ոտնաթաթերին ծառայելով ես վերջապես կկարողանամ ազատվել իմ մոլորությունից։ Հոգևոր ուսուցչի ոտնաթաթերին ծառայողը հասնում է տրանսցենդենտալ էկստազի վիճակի, ծառայելով գերագույն Տիրոջը, մաթու դեմոնի ոխերիմ թշնամու։ Տիրոջը, որին ծառայելով կարելի է ազատվել բոլոր նյութական տառապանքներից։ Եթե ճիշտ եմ հիշում, սա էր վերջին տեքստը, որը մենք ձեզ հետ քննարկեցինք։ Նրանք, ովքեր հակված չեն ճգնություններ կատարելուն, դժվար թե հնարավորություն ունենան ծառայելու մաքուր նվիրյալներին, ովքեր գնում են Աստծո թագավորություն վայկունթամոլորակներ տանող ճանապարհով։ Մաքուր նվիրյալներն անդադար փառաբանում են Տիրոջ գերագույն աստավորությանը, կիսաստվածների Տիրոջն ու բոլոր կենդանի էակների Տիրակալին։ Հա? Եվ այստեղ ուրեմն նույնպես կատնում ենք, եթե ճիշտ եմ հիշում, ընդհանրապես մենք բավականին շատ ենք խոսացել հոգևոր ուսուցչի թեմայով, չէ՞։ Մենք խոսացել ենք դրա մասին, որ իրականում արիական հոգևոր գաղափարախոսությունը արիացիների, չէ, ես նոր քննարկեցի, որ իրենց հոգևոր գաղափարախոսությունը ինքը շատ հենված է գիտելիքի վրա։ Ինքը շատ հենված է գիտելիքի վրա, ես միշտ դա ասում եմ, որ տեսեք օրինակ մեր ժամանակներում, չէ, երբ որ հոգևոր դաշտից խլել են հոգևոր գիտելիքը, չէ, եւ թողել են շատ սակավ իրականում պատկերացումներ հոգևորի մասին եւ հիմնականում կենթանիակից պահանջվում է միայն նյութական աշխարհին վերաբերվող այսպես կոչված բարոյականության օրենքները պահել, չէ, որտեղ եթե մենք ուշադիր ենք նայում բոլոր անխտիր բոլոր հնդիկ, մնդիկ ոչ մի կապ չունի, անխտիր բոլոր կրոնականությունների մեջ կիրառումը կատարվում է շովինիզմով, որտեղ հիմնականում
շովինիզմ է իրականացնում տղամարդը կանանց, ծերերի, հիվանդների, երեխաների, կենդանական աշխարհի եւ բնության հանդեպ տիրակալի տեսանկյունից։ Հասկանում եք, եւ դա ոչ մեկին չի կարող բերել երջանկություն, չէ՞։ Ուրեմն տեսեք, իսկ երբ որ կա իրական գիտելիքը, չէ, դրա համար ասենք այդ է ուզում ասեի, որ շատ ենք մենք դրա մասի խոսել, որ դրա համար է, որ ժամանակակից աշխարհում կրոնականությունը ինքը ասում է հավատա։ Եվ ես էլ միշտ այդտեղ ասում եմ, հենց դա է եղել միշտ պատճառը, որ թեկուս ես իմ կյանքում այնպիսի փորձ եմ ունեցել, որ վստահ եմ եղել, որ ես այս մարմինը չեմ, հա, եւ փնտրել եմ, պատասխաններ եմ փնտրել, թե այդ վիճակը, որի մեջ ես հայտնվել էի, դա ինչ էր ընդհանրապես, դա ինչի մասին էր խոսում, չէ՞։ Եվ ամեն անգամ, երբ որ ինձ ասվել է, երբ որ ես կարդացել եմ այդ հավատա բառը, ես անմիջապես հասկացել եմ, որ այս գաղափարախոսությունը, հա, ինքը կարող է շատ հետաքրքիր, բարի գաղափարներ պարունակի իր մեջ բան, բայց երբ որ ինձանից պահանջվում է, որ ես բանականությունս անջատեմ, ես անձամբ չեմ կարողանում process ընդունել։ Ես պիտի հասկանամ, ինչի համար, ինչա, ոնց է եւ այլն, չէ՞։ Երբ որ ես առաջի անգամ վերցրեցի Բhagavad Gita-ն, չէ՞, եւ հասկացա, որ Տեր Կրիշնան ինքը դիմում է, այսպես մշտական դիմում է Արգջունայի բանականությանը, ինքը հարց է տալիս, ստանում է պատասխան։ Այսինքն, ինչ-որ մի բանը կասկածում է, ինչ-որ մի բան չգիտի, Տեր Կրիշնան իրան չի ասում, ուղղակի հավատա։ Ինքը ասում է հասկացար, այսա հասկացար, գնացինք առաջ, ինչը չհասկացար, հարցրում, Արգջունան հարցնում է, հասկանում եք, եւ վերջում այդ էր էլի, որ ես այդտեղ հաստատվեցի, որ այսա այն է, ինչ որ ես ուզում եմ խորանամ հիմա, մի հատ նորից վերադառնամ, արդեն այդ հասկանալու բանով, այս ամեն ինչը կարդամ, որտեղ իրականում ինքը նույնիսկ այդ վերջի խոսքը չլիներ, այնտեղ միևնույն է, այնքան փիլիսոփայություն կա, որ որ ասում են այսպես հերիք է, չէ՞։ Բայց երբ որ ես լսեցի վերջի խոսքերը, երբ որ Տեր Կրիշնան ինքը Արգջունային ասեց, դու ինձ հասկացար, Արգջունան ասեց այո։ Եվ հնչեց ինձ համար հաջորդ ամենակարևոր գաղափարը, ասեց հիմա ինչ ուզում ես արա։ Հասկանում եք, այսինքն ինքը եւ ջանք թափեց, որպեսզի Արգջունան ամեն ինչ հասկանա, եւ հասկանալուց հետո ազատություն տվեց, որ ընտրի, ես այսպես եմ մտածում, դու ինձ հասկացար, ես ինչու եմ այսպես մտածես, ես քեզ բացատրեցի, ես ինչը որպես, ոնց եմ հասկանում, ինչը ինչի համար եմ անում, հա, հիմա այսա քո համար հոգեհարազատ էր։ Եթե հոգեհարազատ էր, ուրեմն գնացինք իրար հետ գործելու։ Եթե ոչ, ուրեմն ես գնում եմ իմ համար գործելու, իմ հասկացածով, դու քո։ Եվ սա ասում էր Աստված։ Հասկանում եք։ Եվ ինձ համար այս մոտեցումը ինքը շատ կարևոր է, չէ՞։ Եվ այ որովհետև ամբողջ գաղափարախոսությունը ինքը հենված է հասկացողության վրա, առանց սենտիմենտալության։ Թեկուզ մենք քննարկել ենք, որ հատկապես աստվածամերժության դարաշրջանում կրոնականությունը ինքը սենտիմենտալիստերին էլ է ընդունում եւ քննարկեցինք թե սենտիմենտալիստների համար այդ կրոնականության մեջ ինչն է կարևորը, բայց դա այն զացիպից է էլի, այն որ կրոնականության մեջ կարողանաս հաստատվել, այդ ընթացքում է միայն որ այդ բառերը պետք են, հետո հենց որ կենթանիակը ինքը հաստատվեց, ինքը սկսում է ուսումնասիրել գիտելիքը, այսինքն եթե նույնիսկ ինքը բանական չի, ինքը սկսում է իր բանականությունը բանանել, զարգացնել, ակտիվացնել։ Հասկանում եք, որովհետև այստեղ հոգևոր աշխարհ առանց ճանապարհը հասկանալու չես կարող վերադառնալ։ Ինչ որ դեպքեր կան, որ կարող ես, բայց հիմնականում կլասիկան ինքը դա է, հասկացողությունն է։ Եվ դրա համար, ես կարող խոսում եմ, որ նորից սա ասեմ, չէ՞։ Դրա համար մենք բազմիցս ենք քննարկել, որ արական քաղաքակրթության մեջ հոգևոր ուսուցչի դիրքը դա մի այսպես էլի Աստծուն հավասար պաշտում էին հոգևոր ուսուցչին։ Հասկանում եք, չէ՞։ Բայց
ինչի հիմքի վրա, որովհետև ամբողջ արիական քաղաքակրթության մեջ չի եղել այդպիսի դեպք, հասկանում եք, որ արիացին ինքը գա, խոսա բրահմանի հետ, գնա բրահմանի խորհուրդները իրականացնի եւ վատ արդյունք ստանա։ Հասկանում եք, այդպիսի խնդիրները իրանք առաջ են գալիս միայն աստվածամեժության դարաշրջանում եւ միայն այն պատճառով, որ կրոնը ինքը ենթարկվում է կամ բռնության, հա, որ ընդհանրապես հնարավորություն չի ունենում շնչելու, ելուր մնաց ինչ որ մեկի երջանկությունը ապահովելու, կամ կրոնը ուրեմն զավթվում է խորամանկությամբ եւ օգտագործվում է նյութական շահերի համար, ինչ որ անձնավորությունների։ Եվ մենք շատ ենք քննարկել, որ այդ դեպքում կրոնականությունը ինքը առաջարկում է միայն համբերություն եւ ուրիշ ոչինչ։ Հասկանում եք, իսկ երբ որ դա իրական կրոնականություն է, չէ՞, եւ բոլորը զբաղված են կրոնի ներքին ֆակտորով, այդտեղ հոգեվորական կաստան արիացիների իրենք մաքրամաքուր, ամենամաքուր անձնավորություններն էին, որ ասում ամենազուլալ հոգեվորականներն էին, հա, եւ իրանք եւ իմաստության մեջ էին հաստատված, հասկանում եք, եւ անշահախնդիր կարեկից էին։ Այսը շատ է գեղեցկացնում, էլի, հասարակության այդ համագործակցությունը բոլոր մնացած շերտերի եւ հոգեվորականների։ Հասկանում եք, երբ որ հոգեվորականը ինքը նյութապաշտի պես չոր ու խորամանկ պատկերավոր ասած հայացք ունի կամ սիրտ ունի, այդպիսի համագործակցությունը ոչ մի լավ բանի չի կարող բերել։ Հասկանում եք, սա շատ կարևոր թեմաներ են։ Եվ իրական հոգևոր ուսուցիչը, օրինակ ես իմ համար, իմ մեջ միշտ ասում եմ, ես ինձ համարում եմ շատ երջանիկ անձնավորություն այդ տեսանկյունից, որովհետև բախտ եմ ունեցել փառահեղ հոգևոր ուսուցիչներ ունենալ։ Ես երբ որ այսպես հետ եմ նայում ու գնահատում եմ, որ եթե ես այդ անձնավորությունների գրվածքների հետ ծանոթ չլինեի, եթե այդ գրքերը իմ տան մեջ չապրեին, չէ, թե այդ պրոստը այդ գրքերի ներկայությամբ ես քանի կյանք եմ ընդհանրապես խնայել, հա, քանի կյանք են իրանք ինձ համար խնայել, որ այդ պրոստը դրա համար, որ իրանք եղել են եւ ես կարողացել եմ կարդամ այն ամենը, ինչ որ իրենք թողել են այս աշխարհում, չէ, թե դա ինչպիսի արագություն, ինչպիսի թռիչքների հնարավորություն է տվել ընդհանրապես ինքնազարգացման մեջ, ասենք այդ իմաստով ես ընդամենը մի հատ այսպես բան էլի կարելի ասել բացասական էմոցիա ունեմ, դա այն ափսոսանքն է, որ այդ անձնավորությունները հիմա այստեղ չեն, որ այսպես վարդի նման ծառայեի իրենց, բայց ես միևնույն է փորձում եմ, միևնույն է, ինչպես տեսնում եք, ես այդ ծառայության մեջ եմ մշտական եւ չեմ էլ թաքցնում դա, եւ այդպես ես իմ ամբողջ շնորհակալությունն եմ հայտնում այս գիտելիքին։ Հասկանում եք, եւ դրա համար այո, արական քաղաքակրթության մեջ հոգևոր ուսուցչի դիրքը ինքը շատ յուրահատուկ, շատ մաքուր հարաբերությունների մասին էր խոսում եւ ասենք այնպես էր, որ շատ արժեքավոր էին այդ հարաբերությունները։ Հիմա հաջորդ տեքստով ուրեմն Վիդուրան ինքը խոսեց ուրեմն այսպես, որ այսինքն այստեղ դա տրվեց, չէ, որ հոգևոր ուսուցչի ուրեմն նա որ ծառայում է հոգևոր ուսուցչին, հա, հոգևոր ուսուցիչը այդպիսի անձնավորությունը հաստատում է Աստծո ծառայության մեջ։ Հասկանում եք, այս է, մենք մի անգամ այս թեման ինքը մեր դարաշրջանում, այս թեման ինքը ահավոր նուրբ թեմա է, չէ, եւ մենք ձեզ հետ մի անգամ քննարկել ենք, որ տեսեք այդ խորամանկության դաշտում կոմպոնենտները, սա ես 100 անգամ եմ ասել, էլի, կոմպոնենտները իրանք մնում են դույնը։ Կա կենթանիակը, կա հոգևոր ուսուցիչը, իր գիտելիքով կա գերագույն Աստծո հանձնավորությունը։
Հիմա, երբ որ մենք գործ ունենք կեղծարարի հետ, չէ, ինքը օգտագործում է այս հոգևոր ուսուցիչը, ինքը օգտագործում է Աստծուն, որ աշակերտին կապի իրան։ Հա? Հիմա, երբ որ մենք գործ ունենք իրական հոգևոր ուսուցչի հետ, չէ, երբ որ ինքը գիտելիք է տեղափոխում, մենք կապնվում ենք հոգևոր ուսուցչին եւ միշտ տեսնում ենք, որ վերջում մենք հայտնվեցինք Աստծո առաջ, այսինքն մենք սկսեցինք ծառայել Աստծուն։ Հասկանում եք։ Այսինքն մի դեպքում կեղծ հոգևոր ուսուցիչը ինքը օգտագործում է Աստծուն, որ կապի իրեն, մյուս դեպքում ինքը օգտագործում է իրեն, որ կապի Աստծուն։ Սա ամենապարզ ձևն է հասկանալու համար, թե մենք ում հետ գործ ունենք, այսինքն այ վերջնականում ես ում եմ մնում կապված։ Հա? Տեսեք, այստեղ շատ կարևոր է։ Ում եմ մնում շնորհակալ, դա ուրիշ գաղափար է։ Օրինակ ասենք, եթե ես ասում եմ, ես երջանիկ աշակերտ եմ, ես իրոք Բաքսիմենո Թակուրը ինձ համար ես բառեր չեմ կարող ասեմ, թե ինչ դեր է ընդհանրապես կատարել ինքը իմ հոգևոր կյանքում, չէ՞։ Բայց տեսեք, ասենք, ես կարող եմ ասել այսպես. ես Բաքսիմենո Թակուր, այսինքն ես իմ հոգևոր ուսուցչի հանդեպ ունեմ երախտագիտություն, այսինքն ես իրան շնորհակալ եմ ամեն մի ստորակետի համար, ամեն մի այն իրականության համար, որի մեջ ինքը խիստ ուսուցիչ է շատ, ու այնպես չի, որ իր աշակերտը լինելը հեշտ է եղել, հա, եւ որ ասма կաշից վրայից հետ քերթում է, էլի ինքը շատ խիստ բաներ կարող անել քո հետ առաջ տանելու համար, չէ՞։ Բայց տեսեք, ես իրան շնորհակալ եմ, բայց իր շնորհիվ ես Աստծուն սիրում եմ։ Այսա է ճիշտ կապը։ Այսա է, որ դու կարողանում ես գնահատել, որ ռեալ մաքուր հոգու հետ գործ ունես, որ ինքը քեզ ոչ թե կապեց իրան, ոչ թե ինչ-որ աղանց ստեղծեց իր շուրջը, հա, որ դու գնաս ինչ-որ իր անվան տակ, ինչ-որ աղանդ հավաքես, ինքը այդ ամեն ինչը չարեց։ Ինքը ուղղակի այնպես քեզ ներկայացրեց ճշմարտությունը, այնպես քեզ ներկայացրեց Աստծուն, որ առանց ոչ մի բանի, այն Հիսուսի ասած ես ու իմ անկյունը, չէ՞։ Հասկանում եք, առանց ոչ մի բանի։ Ես իմ մեջ ամեն անձնավորություն ինքը իր մեջ գիտի, չէ՞, թե ինքը ինչպես է վերաբերվում Աստծուն։ Հասկանում եք։ Եվ այդ արդյունքը ինքը խոսում է մաքուր նվիրալի մասին, որ ինքը անշահախնդիր է։ Հասկանում եք։ Իսկ որտեղ ենք դա մենք տեսնում, որ երբ որ ինքը մեզ կապում է Աստծուն, ինքը մեզ Աստծուն այնպես է ներկայացնում, որ մենք Աստծուն սիրենք, հա, եւ հետո երբ որ մենք իրան սիրում ենք, ինքը ասում է, այ իսկ հիմա ոնց ուզում ես տենցել իրան ծառայի։ Ծառայությունները հայտնի են, որը ուզում ես էտել արա։ Հասկանում եք, այսա մաքուրն է, երբ որ վերջում, այսինքն ինձ տվեցին, ինձ բերեցին, ասին, այսա քո ինքնաթիռն է, սա քո հոգին է, քո ինքնաթիռն է, սկսեցինք էսի սարքել, բուժել, չգիտեմ ինչ անել, բենզին լցնել, էս անել, բայց վերջում ինձ նստացնում են, ասում են, իսկ քշողը դու ես թռի։ Ես դու ես քո երկինքը, ես դու ես քո սերը, ոնց ուզում ես արտահայտի։ Հասկանում եք։ Եվ այդտեղ ամեն կենդանի ինքը անում է իր ընտրությունը։ Եվ այստեղ Վիդուրան հիմա հենց դա է ասում, որ ծառայելով հոգևոր ուսուցչի ոտնաթաթերին, կենդանիակը անպայման գալիս է իրական հոգևոր ուսուցչի, էլի, իրական գալիս է Գերագույն Աստծո ազնվորության ծառայությանը։ Եվ սա էր այդ թեմաները, որը այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք, եւ Աստծո ողորմածությամբ հույսով եմ, որ այս տարի նույնպես խաղաղ տարի կլինի, ամեն դեպս մենք ամբողջ տարի կաղոթենք դրա համար, կարծում եմ, որպեսզի մենք կարողանանք այդ խաղաղ պայմաններում շարունակել հանդիպել։ Նորից շնորհավորում եմ բոլորիս նոր տարին, Աստված, որ այն մեծ սպասումներ մենք իհարկե չենք կարող ունենալ, որովհետև
բարդ եւ թույլ երկրի մեջ ենք ապրում, բայց Աստված տա, որ գոնե այսպես ինչպես կա պահպանվի, դրա համար էլ Աստծուց շատ մեծ գոհ շնորհակալ կլինենք հույսով եմ։ Թող խաղաղություն լինի։ Ստեսություն ձեզ։